Լեմորիայի գույնները, փիրուզագույնը, լայն թեատերևների առջև ճոխորեն ծարկող կարմրավուն սոտակե ծաղիկները, հնագույն մի երկիր, որներ մեջ գրում է հազվագյուտ արատության հսկայական գոտակում։ Սիրտը զգում է և ներկա է խաղաղությանը, որը չարակում են այս երկիրը, արևը և կապույտ երկինքը։ Իսկ իսկական վարպետը նա է, ով չարակում է դրախտի գիտակցությունը։ Այո, այն գոյություն ունի, դա երևակայություն չէ։ 18 անդամներից բաղկացած խմբին 2024 թվականին բախտ վիճակվեց անցնել մեծ ծովի այն կողմը, հատել մոլորակի գրեթե կեսը, մերձավոր արևելքի բարդ իրականությունից հասնել Հավայան Մաուի կղզի և տեսնել այդ։ Սիրտը գիտեր, հոգին նույնպես գիտեր։ Երբ նայում եմ լուսանկարներին, տեսնում եմ նրանց որպես ընտրյալների, տեսնում եմ, թե որքան ուրախություն և որքան խաղաղություն կար նրանց մեջ։ Ներդիտարկողական շրջաններ, կիսվելու շրջաններ հոգու խորքերից, լայմուրյան ներկեր, և կախարդանքը շուտով սկսվեց։ Վազալտե ափերից մինչև կարմիր ավազներով լողափներ։ Կետերի հետ հանդիպումներից և հաղորդակցությունից մոլորակի ակաշայի գրողների հետ, մինչև այն շքեղտունը, որտեղ մենք բնակվում էինք Հանայի արևելյան շրջանում, որտեղ լեմուրիական առատությունը իր գագաթնակետին է հասնում։ Մանգոյի և կոկոսի հյութեր, հնագույն լույսի տաճարներ, թռչունների անընդհատ երգեցողություն, իրոք նրանք կարծես շատ բան ունեին ասելու։ Նրանք գրում են հաղորդակցության և կյանքի թրթռանքը։ Այնտեղ, որտեղ թռչունները ներկա են, խոսում է կյանքը։ Եվ մենք ավելի խորը իջանք մոլորակի խորքերը, խորացանք բազալտային լավայի քարանձավի ուղիներով։ Այնտեղ խավարի խորքերում փոքրիկ կանաչ ծիլ էր աճել, ասես մոլորվել էր և դուրս եկել Ագարտայի երկրի ներքնաշխարհի խորքերից։ Ինչպես ծիլը կարող էր աճել առանց արևի ճառագայթների։ Սա ներքնաշխարհի հրաշքներից մեկն էր, որի մասին մեզանից շատերը դեռևս գրեթե ոչինչ չգիտեն։ Ամեն անգամ, երբ ընկերները վերադառնում էին տուն, նրանք ավելի խորն էին ներծծում Լեմուրիայի ներկայությունը։ Մեկ այլ առեղծվածային շերտ, մեկ այլ ուղերձ, և այդ ամենը թույլ էր տալիս, որ հիշողությունները խորապես ներծծվեն դանաթեյի շերտերի մեջ։ Լեմուրիայի խորտակումը դեռևս ներկա է հիշողության մեջ, բայց հինը բաց է թողնվում, ցավը հեռանում է մարմնի բոլոր բջիջներից և առաջ է գալիս նոր հիշողությունը, լուսավորված կյանքի հիշողությունը, որը մի ժամանակ տարածվում էր ամբողջ մայրցամաքով։ Ովքեր էինք մենք, որտեղ էինք քայլում, ինչ կարողություններ ունենք մենք նույնիսկ այս օրերում։ Մեր ոտքերը արդեն քայլել են այս հողի վրա։ Տուն։ Խմբի շատ անդամներ զգում էին, որ տուն են վերադարձել։ Լեմուրիական անունները բարձրանում էին հիշողությունից և արձագանքում ներսում, ձեռքերը շարժում էին լույսը։ Լեմուրիական ակաշան բացվում էր խմբի անդամների առջև։ Սա բազմաչափ կապի ճանապարհորդություն էր, կրկին արարողություն, կրկին մաքրում, կրկին մի հին սիրո պատմություն, որը ներծծվում էր հիշողության մեջ։ Մեզ հետ էին բարձրագույն վարդապետները և լույսի նուրբ վարպետները։ Ադաման, մարդկության ուսուցիչը, բնության դևերը, ֆերիները, կետանմանները, մոլորակի հիշողության գրողները և լույսի դարպասները բացող Աուրելիա Լուիզ Ջոնսը։ Մենք շարժվում էինք միասին։ Եվ յուրաքանչյուր հանդիպման ընթացքում մեզ հետ էր բարձրյալ Քուրմ Ադամայի ուղերձը, ուղղորդելու և բարձրացնելու խմբի անդամների գիտակցությունը։ Ես օրհնում եմ ձեզ։
Ես Ադաման եմ։ Լեմուրիայի զավակներ, մենք երկար սպասել ենք այն պահին, երբ դուք կրկին կհասնեք այս վիճակին։ Ձեզանից յուրաքանչյուրը իր ներսում կրում է լեմուրիական ակաշան։ Ձեզանից շատերը, նույնիսկ նախքան այս մոլորակ գալը, եկել են մու հայրենի աշխարից։ Լեմուրիական ներկայությունը և էությունը պարունակում են մաքուր սիրո էությունը։ Մոլորակն իր ներկայիս վիճակում միշտ այսպիսին չի եղել։ Այն աղավաղումները, որոնք ստեղծվել են, առաջացել են ինչպես այս մոլորակի, այնպես էլ տիեզերքի այլ աշխարհների վրա, և հենց այդ պատճառով էլ տեղի ունեցավ մեծ հավաքը։ Այդ հավաքի ընթացքում մենք որոշեցինք միավորել մարդկությանը ցուցաբերվող աջակցությունը երկրի վրա։ Մենք միավորում ենք մոլորակից դուրս գտնվող լույսի քաղաքակրթությունները, ինչպես նաև լույսի քաղաքները, որոնք գտնվում են մոլորակի խորքերում, որպեսզի աջակցենք ձեզ երկրի մակերեսին։ Լեմուրիայի որդիներ և դուստրեր, մենք այստեղ ենք ձեզ հետ միասին։ Ուսուցիչ լինելը հնարավորություն է տալիս հոգիներին վերադառնալ աղբյուրին և հիշել, թե ովքեր են իրենք իրականում և ինչպիսի բազմաչափ կարողություններ ունեն։ Երկիր մոլորակը կապված է այլ արեգակնային համակարգերի և այլ մոլորակների հետ։ Ամբողջ տիեզերքը մաքրվում է մթից, և ինչպես ամբողջ տիեզերքն է մաքրվում, այնպես էլ երկիր մոլորակը մաքրվում է և վերադառնում է դեպի միակ աստվածային աղբյուրը։ Աստվածային ներկայությունը ստեղծվել է այս մոլորակի վրա, որպեսզի յուրաքանչյուր հոգի, որպես աստվածային կայծ, կրկին ապրի աստվածային լույսը իր ֆիզիկական ճամփորդության ընթացքում։ Այդ աստվածային ներկայությունը գտնվում է ձեր իսկ ներսում։ Երբ դուք միանում եք Լեմուրիայի թրթրանքին, որը կրում է սեր և քնքշություն, թույլ եք տալիս ձեր հոգուն զգալ տան հաճախականությունը, գթասրտության հաճախականությունը, քնքշության հաճախականությունը, ամենը, ինչը ձեզանից շատերը ճնշել են գոյատևման մարմնավորումների ընթացքում, որոնց մասնակցել եք։ Բայց գոյատևման դարաշրջանը ավարտվել է, և այժմ բացվել է Եդեմի այգու ժամանակաշրջանը, նոր դարաշրջանը, 7-րդ ոսկե դարաշրջանը, այն դարաշրջանը, որը նախատեսված է ձեզ համար ձեր ամբողջականությամբ, այն դարաշրջանը, որը հնարավորություն է տալիս առատություն բերել ձեր կյանք։ Ձեր կյանքի յուրաքանչյուր ոլորտում դուք եք ձեր իրականության ստեղծողները, դուք եք ձեր կյանքի ճանապարհի ճարտարապետները։ Այդ պատճառով այժմ ճշմարտությունները դուրս են գալիս երկրի մակերես։ Հին պատրանքային աշխարհը այլևս չի համապատասխանում 5-րդ տարածաչափության օրենքներին։ Լեմուրիական լեզուն հասկանում է ձեր սիրտը։ Հենց նա է կրում լույսը։ Ձեր շուրջ գտնվող անձնական առաջնորդությունը նույնպես կրում է այդ լույսը, և դուք սկսում եք լսել 5-րդ տարածաչափության լույսի հաճախականությունները։ Լույսի այն սուրհանդակների համար, ովքեր տեսնում են էկրանից այն կողմ, 5-րդ տարածաչափության օրենքները արդեն գործում են։ Այդ էկրանը բարակ է և նուրբ նրանց համար, ովքեր շարունակում են մաքրել իրենց էությունը և պատրաստել իրենց միտքն ու մարմինը այն լույսի զանգվածին, որը կրում է մաքուր լույսի պարկուճը։ Մոլորակը այժմ իր մարմինը շարժում է այն խտացված տարածքներում, որոնք արագ փոխակերպման կարիք ունեն։ Կապույտ աստղի տարածքը կրկին իր մեջ պարունակում է փոխակերպման և վերափոխման կարողությունը երկրի բնակիչների համար։ Խտացումը, մութը և դրանց փոխակերպումը մաքուր լույսի։ Մոլորակի վրա բազմաթիվ հոգիներ իրենց կապված են զգում։ Սիրելիներս, այժմ ազատագրման ժամանակն է։ Այժմ ժամանակն է սրտի միջոցով վերադառնալու տուն։
վերադառնալու ձեր ազատ հավերժական հոգուն եւ ձեր ֆիզիկական աշխարհում իրականացմանը։ Այսօր մենք տոնում ենք մեր միասին լինելը։ Մենք գնահատում ենք այն ֆիզիկական ջանքը, որը դուք գործադրում եք, որպեսզի ձեր ֆիզիկական մարմնով ներկա լինեք այս մաքուր հողի վրա։ Դուք զգում եք դաշտի մաքրությունը, օդի մաքրությունը, բուսականության մաքրությունը եւ այն գիտակցությունը, որի մեջ ցանկացած միտք կարող է շատ արագ վերածվել գործողության։ Սա լեմուրիական էության հետ միավորելու ժամանակն է։ Հենց նա է բազմաթիվ հոգիների համար բացում տուն վերադառնալու դարպասը, վերադառնալու ազատությանը, լույսին, աստվածային դրախտին եւ այն գիտակցմանը, որ գիտակցությունը շատ ավելի մեծ է, քան ամենը, ինչ ձեզ սովորեցրել են։ Մարդկային մակարդակում դուք ընտրել եք անցնել այս կյանքի ճանապարհորդության որոշակի առանցքային կետերով, եւ մենք կբացենք մի ճանապարհ, որը ձեզ հնարավորություն կտա կրկին ընտրել։ Հավատում եք ձեր կարողությանը, հավատում եք, որ կարող եք վերաստեղծել ձեր ֆիզիկական մարմինը, ձեր մտավոր մարմինը, ձեր հուզական մարմինը եւ դառնալ առողջ ձեր լուսավորված ներկայության մեջ։ Մենք ձեզ հայտնում ենք նոր մարդկության առաջնորդության մասին եւ մենք ամբողջովին ձեր կողքին ենք։ Մենք աջակցում ենք ձեզ։ Այն օրերին հին Ֆալորիայում մայրամուտից քիչ առաջ դուք ստորագրեցիք մի ուխտ, որի համաձայն պետք է արթնանայիք հենց այս ժամանակաշրջանում եւ լույսը բերեիք երկրի երես։ Ես շնորհավորում եմ ձեզանից յուրաքանչյուրին այս հրաշալի ճանապարհորդության համար։ Ես Ադաման եմ, մարդկության ուսուցիչը։